Բարի երեկո իմ փոքրիկ բարեկամներ, իմ անուշիկ աղջիկներ ու տղաներ, որքան լավ է, չէ, երբ որ հյուր եք ունենում, երբ հյուր եք ունենում, ձեր հայրիկը ամբողջ օրը խանութում գնում ներ է կատարում, իսկ տատիկն ու մայրիկը խոհանոցում իրար են անցնում, նրանք համեղ բաներ են ուզում պատրաստեն, որպեսզի հյուրերին գոհացնեն և հյուրերը մնան գոհ, չէ որ ամենահամեղ քաղցր ուտեստները պատրաստում են տատիկները, իսկ ամենահամեղ աղցանները մայրիկներ ու էլի շատ համով բաներ։ Իսկ դուք սիրելի բալիկներ, դուք ինչով եք օգնում, երբ ձեզ մոտ հյուրեր են գալիս։ Ինչ-որ բան անում եք, այ օրինակ տունը հավաքում եք։ Ես խորհուրդ կտայի բոլոր աղջիկներին, ահա թե ինչ։ Երբ գիտեք, որ հյուր եք սպասում, կարող եք վերցնել անձեռոցիկները և գեղեցիկ ծալելով դնել սեղանին, կամ հատուկ ամանների մեջ անձեռոցիկների։ Իսկ այդ տղաները կարող են գնալ երաժշտություն ընտրել, չէ որ երբ լավ երաժշտություն է, հյուրերը միշտ շատ լավ մթնոլորտում են և իրոք իրենց շատ լավ են զգում ու ես վստահ եմ, որ երբ գնան տուն, անպայման ձեզ կգովեն և ձեր հայրիկն ու մայրիկը անպայման կհպարտանան, որ ունեն այդպիսի գանձեր, ինչպիսին դուք եք։ Այնպես որ սիրելի բալիկներ, հիշեք այս փոքրիկ խորհուրդները և ամեն անգամ, երբ գիտեք, որ հյուր է գալիս, փորձեք դուք էլ օգնել և կտեսնեք, որ ձեր ծնողները կմնան շատ գոհ։ Բոլոր զանգակները ղողանջում են ու աշխարհի բոլոր փոքրիկներին կանչում են քնելու։ Իսկ դա նշանակում է, որ փոքրիկներն էլ պետք է արագ պատրաստվեն քնելուն։ Ուրեմն լվացվեք, մաքրեք ձեր ատամները, չմոռանաք շորերը հանել ու կոկիկ դնել աթոռին, որպեսզի առավոտյան հեշտ գտնեք, իսկ հետո մտեք ձեր անկողինը ու տեսեք անուշ երազներ։ Ես խոստանում եմ, որ նրանք ձեզ կայցելեն ու մաղթում եմ ձեզ քաղցրքուն և բարի գիշեր։